Նրանք որքան էլ փորձեն իրենց պարտավորականություն ու հանձնվելու գաղափարախոսությունը ներշնչել, հիպնոզի տակ պահելով մեր ազգին, չեն կարողանալու մեծ հայ կերտելու երազանքը մեր նմանների միջից անել, քանի որ այն շատ խորը ներդրված է մեր գեների մեջ։ Մենք պարտականություն ունենք նրանց հանդեպ, ովքեր եկել են մեզնից առաջ ու գալու են մեզնից հետո։ Այդ երազանքը մենք ժառանգել ենք մեր հերոս նախնիներից ու փոխանցելու ենք մեր ապագա սերունդներին, մինչև այն իրականություն դառնա։ Բոլոր նրանք, ովքեր քաջաբար զոհվելու հերոսաբար նահատակվել են 44 օրյա դավադիր պատերազմում, ոչ միայն չեն մոռացվելու, այլև մեր վճռական պայքարից բխած գալիք ազգային պետությունը կերտվելու է նրանց հիշատակի համար, եւ նրանց արունով են ջրվելու մեծ հայքի վերականգնման սերմերը։ Շատերը մեզ կհամարեն երազող, ռոմանտիկ կամ ֆանատիկ, երբ մեր շուրթերից նման բաներ են լսում, բայց մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք դրա հետ։ Ավելի լավ է այդպիսին լինենք, քան մուրացող, վախկոտ, խղճուկ, ստրկամիտ ու դավաճան։ Մենք պարտավոր ենք կրել նույն հայամետ մտածելակերպը, որը մեր ազատամարտիկներն են կրել եւ որով հաղթել ու ազատագրել են Արցախը։ Նրանք նահատակվել են, մահացել են, բայց նրանց գաղափարն ու ոգին չեն մահացել ու չեն էլ կարող մահանալ։